Ուրեմն երեք հելա որ խոսեի, տենց դրեցի խոսացի երկու կամերայով։ Միացրել էի այն կամերային միկրոֆոնները, որի настройкը հələ չէի ուղղել։ Ու մեկ էլ հոպ, այսօր դնում եմ որ մոնտաժեմ, տեսնում եմ չկա։ Տեսնում եմ ձայնը չկա։ Դրա համար այնա դրել եմ որ խոսեմ։ Չգիտեմ նույն թեմայից թե չէ, բայց երևա вообще ծրագրած չի։ Ամեն դեպքում այսօր չգիտեմ, ներսիցս գալիս է խոսել էներգիաներից, մարդու կրած ու թե այդ էներգիան ինչ հատկություն ունի տվյալ մարդու մեջ ու ինչ դերակատարություն իր կյանքում ու ինչքան է կարևորվում։ Այսօր անգլերենից ուսուցչու հետ խոսում ենք այդ թեմաներից էլի, թե ինչն է էլի մարդու էությունը, ինչից է կառուցված մարդը, որովհետև ես չեմ անում, ինձ չի թվում, որ մարդը արդյունքն է նրա, թե ով են իր ծնողները։ Այսինքն ես չեմ կարծում, որ մենակ մարդը ստեղծված է իր ծնողներից ու այդքանով սահմանափակվում է մարդու էությունն էլի։ Ընդհակառակը ինձ թվում է, որ մարդու էության մեջ շատ ավելի խորը շերտեր կան, քան այն թե մարդուն ով է ստեղծել բիոլոգիապես։ Ու երբ որ դա բերում եմ, ես կապում եմ այն հանգամանքի հետ, թե մարդը ինչ էներգիա է կրում, ինձ թվում է հենց ամենամեծ նշանակությունը կայանում է նրանում, թե մարդու մեջ ինչ էներգիա է դրած։ Իսկ այդ էներգիան կախված չի նրանից, թե ով են բիոլոգիական ծնողները մարդու, այլ այդ էներգիան կախված է նրանից, թե տիեզերքը այդ մարդու մեջ ինչ էներգիա է դրել ու թույլ տվել, որ այդ մարդը գա այս աշխարհում ապրելու։ Բոլորս այդ էներգիաների կրողներն ենք, ամեն մեկս յուրովի ձևի ու ամեն մեկս իրան հատուկ ու իրան բնորոշ էներգիայի կրողն է։ Ու ոնց որ սենց է, որ որպես կինո որ պատկերացնեմ, դա սենց ոնց որ մարդը ծնվում է ու տիեզերքը այդ մարդու մեջ սենց էներգիա է դնում, ոսմա դե գնա, էներգիա դնում, ոսմա դե գնա։ Դրանով է մարդը շունչ առնում։ Առանց այդ էներգիայի մարդը չի կարա լինի, չի կարա գործի։ Ու հետո երբ որ այդ էներգիան գնում է, մարդը մահանում է, սենց է դառնում։ Ըստիս էլի։ Այսինքն ըստիս մարդու շարժիչ ուժը այդ էներգիան է ու ինքը դրանով է ապրում։ Այդ ստացված էներգիայի շնորհիվ է ապրում, որը որ մենք շատ ժամանակ չգիտեմ թե գալի բերում կապում ենք նրա հետ, որ ինչքան ժամանակ է չէ ելնում, ասում ենք էներգիա չունեմ, ու դա կապում ենք սննդի հետ, կապում ենք թե ինչ ենք կերել, ոնց ենք կերել, երբ ենք կերել։ Այդ էներգիան ինչը որ մենք բնորոշում ենք, դա մարդու բիոլոգիական էներգիան է, այսինքն այդ մարմնի էներգիան է։ Բայց մարմնի էներգիան ուղղակիորեն կապված է հենց այն էներգիայի հետ, որով որ մենք եկել ենք այս աշխարհը արդեն։ Ու կախված այն հանգամանքից, թե մենք այդ ի սկզբանե ստացած էներգիան, որը որ մենք ստացել ենք տիեզերքից, թե ոնց ենք մենք այդ էներգիան մշակում, թե ոնց ենք մենք դրա հետ վարվում, ոնց ենք մենք դա ուղղորդում, կապված է մեր առօրյա էներգիայի քանակությունը դրանից, կապված է մեր տրամադրությունը դրանից, կապված է մեր ինքնազգացողությունը դրանից, ամեն ինչ կապված է դրանից։ Երբ որ մենք թույլ ենք տալիս, որ այդ էներգիան ինքը մարի, ընկնի, մենք զգում ենք, որ թուլացանք, մենք զգում ենք, որ ուժ չունենք, մենք զգում ենք, որ չենք կարող ռեալիզացվենք, մենք զգում ենք սենց ինչ որ տարատեսակ շերտավորված ինչ որ զգացողություններ ենք ունենում, որը որ մենք կապում ենք ինչ որ բիոլոգիական թեմաների հետ։ Բիոլոգիական կողմն էլ իր դերակատարությունն ունի։ Հիվանդ մարմնի մեջ չի կարա այդ էներգիան սենց ճառակի, լույս տա, եսիմ ինչ, հա։ Միանշանակ պետք է մարդու բիոլոգիան ինքը առողջ լինի։ Պետք է մարդու մարմինն առողջ լինի, որ դրա մեջ դրված էներգիան ինքը կարողանա սնվի, ինքը կարողանա ապրի, կարողանա լույս տա։ Բայց շատ ժամանակ անգամ առողջ մարմնի մեջ այդ էներգիան լույս չի տալիս, որովհետև այդ էներգիայով զբաղվող չկա։ Հիմա հարցը կանում է նրանում, որ մարդը արդյոք գիտակցում է կամ արդյոք մտածում է այն մասին, որ գոյություն ունի այդ էներգիան, ինչը որ ինքը կրում է ու պետք է ինքը այդ էներգիան մշակի, խնամի։ Արդյոք մարդը կարծում է, որ այդ էներգիան կա ու ինքը պետք է այդ էներգիան մաքրի։ Ու արդյոք կարծում է մարդը ի վերջո, որ իր ապրելու իմաստը հենց այդ էներգիան մաքրելու մեջ է, որ ինքը հանդիսանում է հենց այն գեներատորը, ով որ ստացել է այդ էներգիան, այդ մի պուտ էներգիան, որ ինքը իր կյանքի ընթացքում մաքրի, մաքրազերծի ու հետո մաքուր կերպով հանձնի դա տիեզերքին։ Ես երբ որ գլոբալ եմ տեսնում կյանքը, ինձ թվում է հենց կյանքի գլոբալ իմաստը դրանումն է։ Որ կյանքն ու աշխարհը լինի միացած մեծ շարժիչ ու մարդիկ ծնվեն, վերարտադրվեն անընդհատ ու ստանալով էներգիա գան այստեղ, ինչ որ ժամանակահատվածում այդ էներգիան չգիտեմ ոնց կիրառեն, մեկը սենց, մեկը նենց, մեկը լավ, մեկը քիչ ու սենց բաներ ու վերջում իրանք գնան։
Հսկա մեծամասնությունը չիմանալով, որ երևի թե չիմանալով ու բացարձակապես անհետաքրքիր լինելով իրան, թե ինչի մասին էր ստեղ իրա լինելը, ու բացարձակապես անհետաքրքիր լինելով իրան, թե ինքը вообще էներգիա կրում է, ինչից է բաղկացած, ինչն է իր ներսի շարժիչ ուժը, ինչն է իրան ստիմուլ տալիս, որ ինքը ապրի։ Իրան вообще անհետաքրքիր։ Ինքը հնգած ինչ որ դեգերումների հետևից, հենց աշխարհիկ։ Վայ ես տեսա Porsche եմ ուզում։ Վայ ես տեսա Range Rover, վայ ես տեսա մի հատ վիլա եմ ուզում։ Այսպես բաների հետև ընկած, սա կյանքս էս դեգերի տենց բաներ հասնելու։ Ու կյանքում ինքը կյանքից գող չլինի, որովհետև կյանքը տենց է մինյութին հասար, որ երկրորդ օրը հելնում ես տենում ես Porsche-ն այստեղ կանգնած, ասում ես հա հետո ինչ որ կանգնած է ինչ։ Էդի ինձ ինչ է տալիս։ Հա, այդ մարդկանց ամբողջ կյանքը թվում է թե դրա մասին է, որ իրանք հասան դրան հաջորդին, ասես դատարկ ցիկլ ու վերջում իրանք գնում են արդեն կյանքի մարման եզրին, որ հետ են նայում, ասում են ինչ եմ ապրել։ Ինչի մասին էր սա այդ։ Ինչ որ չգիտեմ ինչ էր դեգերելու, ինչ որ նյութերի հասնելու, հա, էդ էր, հա։ Բայց չեմ էլ իմանում, եթե անկեղծ լինեմ, նմանատիպ մարդկանց մոտ այդ կյանքի մարման եզրին այդ հարցերը անգամ գալիս են, թե չէ, դրանում էլ չեմ կարող կարծիք հայտնել։ Բայց եթե ամբողջ կյանքում այդ հարցերը չեն եկել, գուցեև այդ մարման եզրին էլ այդ հարցերը չեն գալիս, թե լավ, ամեն դեպքում էս ինչի մասին էր։ Ու կա ինչ որ ստվար զանգված, որը որ գալիս է հենց սկզբից եւ այդ ինքը ասենց բուրըն կերպով էս վիզուալ աշխարհում դիտարկում է, էս կա ամեն ինչ նյութի մասին է, որ պահի ինքն էլ է ուզում։ Ինքն էլ է ազգում, որ այդ ամեն ինչ իրան գայթակղում է, ինքն էլ է ուզում։ Էս վիլան ունենա, այն ավտոն ունենա, այս հարստությունն ունենա եւ այլն։ Բայց իր կյանքի իրադարձություններից ելնելով ինքը գալիս է ինչ որ ժամանակ, ինչ որ մի կետի, որ ասում ախպերես, ինչը որ ես ուզում եմ, բաղկացած է նյութից, իսկ դրա տակ գտնում է մի հատ մեծ օվալաձև դատարկություն։ Ու եթե մարդուն բախտ է վիճակվում ինքը հասնի այս նյութին, այս նյութից հետո արդեն ինքը սկսում է զգալ, որ ախպեր մյուսին հասնել արդեն էլ ավելի մեծ դատարկության է բերելու։ Էլ ավելի մեծ ու էլ ավելի մեծ։ Այս ստատուսին հասնելը, այն պաշտոնին հասնելը, այսքան փող ունենալը, այս են եսի միջերն ունենալը, այդ ամեն ինչի հետևում կանգնած է մի սաստիկ մեծ ցավագին դատարկություն։ Ես չեմ հերքում, որ մարդը պետք է ունենա այն մինիմալ պահանջմունքները, ինչը որ իրան թույլ կտա, որ մարդը ես դրան բացարձակապես դեմ չեմ։ Ես էլ եմ այտենց ապրում ու ես էլ եմ այտենց ապրել։ Ես էլ 90%-ի պես, այս աշխարհի 95%-ի պես սովորական աշխատող մարդ եմ։ Իմ սովորական առօրյայով վեր եմ կենում առավոտ, նստում եմ իմ գործն եմ անում, իմ սպորտն եմ անում, ինձ հետևում եմ, առողջ եմ սնվում ու կողքից էլ մտածմունքներ ունեմ։ Մտածմունքներ մեր իրականության, թե սա ամեն ինչը ինչն է իրական, մտածմունքներ նրա մասին, թե իմ կյանքը ինչի մասին է, ում մասին է, իմ առաքելությունն այստեղ որն է։ Այսինքն ինչ որ մի հատ պունկտ ա եկել, որ այդ մտքերը իմ համար դոմինանտ են դառել, որ ես չեմ կարող առանց այդ մտքերի ապրել։ Ահա, գոյություն ունի նաև այտենց տվար զանգված, որը որ իր սովորական կյանքը տանում է, բայց կողքից ուզում է հասկանա, թե ինչի մասին է սաղ։ Ու եթե օրինակը վերցնեմ հենց ին վրա, ես այդ մտքերը անընդհատ էփվելով այդ մտքերը իմ մեջ էփելով, եկել հանգել եմ նրան, որ այս մոդելն է ըստ իս, որ մենք ստանում ենք էներգիա ու այդ էներգիան պետք է մաքրենք, մաքրագործենք ու վերջում տանք, հանձնենք, վերահանձնենք։ Ու երբ որ ես այս մոդելը մշակել եմ, այսինքն ես այս մոդելին հավատում եմ, ըստ իս մնացած արդեն ինչը որ կյանքում գալիս է, չէ, վախեր, կորուստներ, այն ամեն ինչը որ մարդուն սենց պահում է տաժանակիր ինչ որ ժնջիլներով կապվածության մեջ, հա, ասենց որ մարդը իրան անազատ ազգում, ամեն ինչ չքվում է։ Դու հասկանում ես, որ գոյություն ունի մի հատ անչափ ու անվերջանալի անեզր տիեզերք, որի մեջ որ դու այսքան մի հատ փոքր որ մարդու աչքին անտեսանելի մասնիկի չափ փոքր ինչ որ մի հատ մատերիալ ես, որ այդ անսահմանության մեջ ստացել այդքան փոքրագույն մի էներգիայի մասնիկ, որը որ քեզ կյանք տա, որ դու կարողանաս շարժվես, ապրես ու չապրես վերցնելով դա այդ էներգիան, ուղղակի մսխելով այն ամեն ինչի վրա, ինչը որ տեսնում ես ամբողջ մի կյանք, այլ կարողանաս դու այդ տվածի համար շնորհակալ լինել ու այդ տվածի վրա մի բան կառուցել, այդ տվածը մաքրել, մաքրազերծել, շնորհակալ լինելով վերջում տալ տիեզերքին ասել շնորհակալ եմ, որ այս փոքր ժամանակահատվածում կյանք կոչված
ինձ վստահեցիր, տվեցիր ինձ այս էներգիան, որ ես աշխատեի այս էներգիայի վրա, որ փորձեի այսքան փոքր մասնիկ իմ կողմից դնեի, որ տիեզերքը մաքրեի, ֆիլտրեի։ Այսինքն դառնում է, որ ըստ իս էլի, այս մոլորակը ոնց որ մի հատ մաքրող գեներատոր լինի։ Բայց էսի իմ կարծիքն է, էսի իմ պատկերացումն է։ Ես եմ այսպես տեսնում, հիմա կիսվում եմ ես իմ պատկերացման մասին, էլի, հա։ Ու երբ որ այդ վախերը գալիս են ամեն օրվա, ու երբ որ այդ անհանգստությունները ամեն օրվա գալիս են, ես դրանց դեմ ունեմ, չասեմ այս զենքը։ Չէ, ես ոչ էլ ուզում եմ կիրառեմ, որ ես դրանց դեմ եմ։ Վախեր են գալիս են։ Բայց ես այդ վախերը գիտակցում եմ։ Ու երբ որ ես այդ վախերը գիտակցում եմ, այդ անհանգստությունները, այդ վախերը, ինչը որ կապված է մեր միջավայրի շուրջ բոլոր սիստեմ, աշխատանք, փող, անհանգստություն, այսօր կապրեմ, վաղը չգիտեմ, ու սենց բաներ, հա, ես դրանք կոմպենսացնում եմ հենց այդ մտքով, որ ես այս տիեզերքի մասնիկ եմ։ Ու ես ստեղ եկել եմ տակ ժամանակավոր, ոնց որ մեզնից բոլորը յուրաքանչյուրը, ոչ մեկը ստեղ հավերժ չի։ Միակ բանը, ինչ որ մենք գիտենք, որ մեր այդ տեղի ունենալու էտի հստակ է, էտի որ մենք վերջ ունենք։ Ուրիշ բան մենք չգիտենք մեր մասին, թե վաղը մեզ ինչ է բերելու, բայց այդ մի հստակ բանը գիտենք, որ գալու է մի օր, որ մենք ավարտվենք, ել չլինենք ստեղ որպես այսպիսին, հա։ Այդ էներգիան հանձնենք ու գնանք։ Հիմա երբ որ այդ մոդելով եմ ես մտածում, այդ ամբողջ վախերը չեզոքանում են։ Ես էլ բացարձակապես չեմ ուզում տեղ տամ այդ վախերին, այդ անհանգստություններին, այդ տագնապներին, որոնք որ գալիս են ու ամեն օր ասենց կրծոտում են քո ներսը, չեն թողում, որ դու շունչ քաշես։ Չեն թողում, որ դու կարողանաս ասենց հանգիստ կերպով ապրես։ Անընդհատ գալիս են քեզ տագնապահար են անում, ասենց ասած։ Ու երբ որ դու քո միտքը փոխում ես, փիլիսոփայություն ես փոխում քո մեջ, որպեսի պարզես քո ստեղ լինելու իմաստը, այդ ժամանակ ամեն բան փոխվում է կյանքումդ։ Դու հստակորեն քեզ հանձնում ես, ասում ես ես հիմա ապրում եմ, հենց հիմա ես ապրում եմ, ներկա եմ։ Ու ես, քանի որ տիեզերքեն ամենափոքր մասնիկն եմ, ես կարելի է ասել ոչնչություն եմ, որ ինչ եմ, որ փոքր մի եսիմ ինչ եմ ես։ Խի պետք է ես վախենամ։ Խի պետք է, ինչից ես պետք է վախենամ։ Իմ կյանքի համար պետք է վախի, իմ կյանքը այսօր կա, վաղը չկա կամ մյուս օրը չկա, ես չգիտեմ երբ չկա։ Խի պետք է վախենամ։ Խի պետք է դա ինձ վախ ու անհանգստություն տա, որ ես հենց հիմա ապրեմ տագնապով։ Ընդհակառակը, ես հիմա կարամ լի ապրեմ, որովհետև հիմա ես ապրում եմ։ Հիմա ես հնարավորություն ունեմ ապրելու։ Հնար ունեմ մաքրվելու, ինքնամաքրվելու, ինքնակատարելագործվելու։ Հնար ունեմ աշխատելու ին վրա, այս էներգիայի վրա, որ ինքը դառնա էլ ավելի մաքուր։ Բայց երբ որ ես սկսում եմ վախենալ ու տագնապահար լինեմ, ընդհակառակը ես այդ էներգիան աղտոտում եմ։ Ես այդ էներգիան ավելի կեղտոտում եմ։ Ես այդ էներգիան ավելի սարքում եմ մուգ, որ մարդը տեսնում է այդ էներգիային քեզ, տեսնում է, որ մուգ ես, ախպեր, սև ես դու։ Մարդ իշքան աշխատում է իր էներգիայի վրա, այդքան մարդ շողում է, այդքան լույս է տալիս։ Իսկ այդ էներգիայի վրա աշխատել նշանակում է գալ հասնել մի վիճակի, որտեղ որ դու մինիմալ վախեր ունես, մինիմալ անհանգստություններ, աշխարհի նկատմամբ թույն չունես, կեղտոտ ամբիցիաներ չունես հասնելու, ինչ որ կոմպետիտիվ չես ոչ մեկի նկատմամբ, ոչ մեկի հետ, կոնկուրենցիաների մեջ չես վազում սաղ օրը որ հասնես, այլ քո հետ ես։ Այս լամպը այսօր միտումնավորված եմ դրել, որովհետև ինքը սենց քարա, ինքը աղե քարա, որի մեջ լամպուշկա կա։ Եթե լամպուշկեն չլներ, ինքը կլիներ գորշ, բայց այդ ներսի լամպուշկեն լույս է տալիս։ Ու ինքը լուսավորում է միջավայրը։ Ու քանի որ ինքը լուսավորում է միջավայրը, դա նշանակում է, որ եթե լամպը չլիներ, ինքը գորշ կլիներ, ու լամպը եթե փչանա, էլի կգորշանա ինքը։ Բայց լամպը լույս է տալիս, որովհետև լամպը առողջ է։ Այսինքն, եթե ներսի լույսը, ներսի էներգիան մարդը առողջ է պահում, եթե ինքը իր կյանքի եկած չեկածից, եթե ինքը իր կյանքի ապրածից չի թողում, որ այդ լամպի լույսը կեղտոտվի, մարի, ինքը այսպես լույս է տալիս։ Ու միջավայրը լուսավորում է ինքը։ Ու երբ որ դու իրան տեսնում ես, դա քեզ հաճելի է, դու լուսավորություն ես զգում, աչքդ լույս է տեսնում ու պայծառանում է ներսդ։ Նույնն էլ մարդն է, երբ որ դու հստակ տեսնում ես մարդու, դու հստակ տեսնում ես այդ ներսի լույսը վառա թե չէ։ Երբ որ վառ չի, մարդը հանգած, խամրած,
ամեն օր ասենց մեռած հելնելով ու ամեն օր էթալ մեռած քնելով։ Սաղ օրը ինքը չգիտի ինչի մասին է, սաղ օրը ինքը բաներա փնտրում, որ դրսի աշխարհից է փնտրում։ Դրան եմ ուզում անդրադառնամ, որ մենք շատերս, մեզնից շատերը դրսի աշխարհից ենք փնտրում էներգիա, որ մեզնից շատերը անընդհատ կարճած ենք մարդկանցից, վայ տվեք մեզ էներգիա, տվեք մեզ էներգիա։ Այնիշ մարդիկ կարան այսօր տան, վաղը չտան, մյուս օրը տան, այն մյուս օրը կամ մի 5 օր վրա չտան, որ դու այ տես, ես քեզ կարամ էներգիա տամ, բայց չեմ տալիս։ Մարդիկ այդպիսին են։ Իսկ մարդը այդ լույսով իրա կարա կապվի տիեզերքին։ Այդ լույսով ինքը կարա կապվի տիեզերքին իրան կապի իր լույսով այդ տիեզերքին։ Ու տիեզերքից վերցնի իր համար հատկացված էներգիայի պաշար, որովհետև տիեզերքն է այդ էներգիան իրան տվել ու տիեզերքն է այդ էներգիան սնողը։ Եթե մարդը կապում է այդ էներգիան տիեզերքին ու ինքը չի հակված չի այդ էներգիան կապի ուրիշ մարդկանց ու այդ էներգիան այս լույսը թրթռա, այս լույսը կսկսի թրթռալ, երբ որ այս լույսը կապվի ուրիշ մարդկանցից, որովհետև մարդիկ մեկ կտան, մեկ չեն տա, ու այս լույսը կսկսի թրթռալ։ Բայց երբ որ դու այս լույսը կապում ես քո անսահման ու անեզր ստեղծողին տիեզերքին, տիեզերքը անսահման է, ինքը քեզ կարա անսահման լույս տա։ Եթե դու իրան ապավինես, եթե դու իրանից խնդրես տա, եթե դու ուզես տա վերցնես, եթե դու որոշես, որ դու այդ լույսը կապում ես դեպի իրան, հենց մարդու ամենամեծ փորձությունը կայանում է դրանում, որ մարդը ստեղծված է այնպիսին, որ իր աչքերը ինչ տեսնում են, իր համար էդ է դառնում ռեալը։ Մարդու աչքերը ինչ որ տեսնում են, էդ է դառնում իր համար իրականը։ Ու մարդը կարծում է, էս իրական աշխարհն է, ես մենակ կարամ էներգիա ստանամ, ինչ որ տեսնում եմ դրանից, այն գորշ պատից, մյուս մարդկանցից, չգիտեմ ինչերից, էսի ունենալուց, էնի ունենալուց։ Ու ինչը որ մեր աչքին անտեսանելի է, մարդու համար դա իրական չի։ Հիմա ես որ խոսում եմ տիեզերքից, մեր համար դա իրական չի, որովհետև մենք չենք տեսնում դա, չէ։ Ու երբ որ ես ասում եմ մարդ կարա տիեզերքից էներգիա ստանա, որ իր էներգիան սնվի, դա էլ մարդու համար իրական չի, քանի դեռ մարդը դա չի փորձել։ Այսինքն մեր միակ աղբյուրը էներգիայի սնման դա տիեզերքն է, երբ որ մենք ապավինենք, երբ որ մենք գիտակցենք ու ընդունենք այն փաստը, որ ինքն է մեզ ստեղծել, ու որ մեր կյանքում ինչ որ կատարվում է, իր դերակատարությունն ամենամեծը, ոչ թե այն, որ ես եմ որոշել իմ կյանքի հետ ինչ եմ անում, դա մարդուն այդպես է չէ թվում միշտ։ Այնինչ ես вообще այդ կարծիքին չեմ, մարդու մտքում, կյանքում ինչ դիպվածներ տեղի են ունենում, դա ուրեմն պետք է հենց այդպես էլ տեղի ունենային։ Դա ուրեմն արդեն գծագրած դրած, արդեն սահմանված է։ Մեզ թվում է մեր որոշումների բոլոր տերերը մենք ենք, բայց չգիտեմ, ինչ չի թվում, որ այդպես է։ Ու դրա համար էլ մենք ոնց քայլում ենք անընդհատ սենց փորձում ենք հասկանանք ոնց անենք, որ սենց անենք, ոնց անենք, որ ուխոդ դրնենք սենց բաներից, բան ես ինչերից չեմ անում, հա, որ սենց կարճ ճամփեն գտնենք, բան ինչ որ այն ամեն ինչին ինչը որ մենք տեսնում ենք, որ ունենանք։ Ու այդ ճանապարհին մարդը կորում է, իր այդ լույսը սկսում է խամրել։ Ու այդ խամրած լույսը ինքը շատ դժվարությամբ է հետո փորձում ապաքինել ու վառել։ Ու այդ վառելուց հետո կապել վերևի հետ շատ դժվարությամբ։ Դրա համար պետք է նայենք ներս, նայենք մեր ներքին լույսին։ Ու այդ լույսը եթե խամրած է, փորձենք դա ապաքինենք։ Փորձենք դա ապաքինենք ու փորձենք գտնենք այն ամենամեծ աղբյուրը, որից որ մենք կարանք այդ լույսը սնենք, որ ինքը կյանք ստանա, որ հետո մեզ կյանքով լցնի, որ հետո մեզ իմաստով լցնի, որ հետո մեզ չասի, գիտես ինչ, էս բանի համար եմ ես դժբախտ, սրա համար է, նրա համար բան եւ այլն, հա։ Ու մարդուն տանի գցի ինչ որ կորած ճանապարհների մեջ, մարդ էս ստանա, էս կարենա վիզ դնի, այն կարենա ստանա, այն կարենա նրան կարենա հասնի ու վերջում գա դատարկության ասի, բա ախպեր իմ լույսը ուր է։ Բայց եթե լույսը եղավ, ամեն ինչի մեջ էլ իմաստ մարդ կարա գտնի։ Եթե լույսը վառվեց, ամեն բան դառնում է իմաստավոր։ Ես վստահ եմ դրանում։ Ես միանշանակ վստահ եմ դրանում։ Եթե մարդու լույսը վառա, ուրեմն ամեն ինչում իմաստ գոյություն ունի իր մեջ։ Իր կյանքն էլ է իմաստավոր, իր քայլքն էլ է իմաստավոր, իր աշխատանքն էլ է իմաստավոր, իր ամեն ինչը իմաստավոր է, որովհետև իր լույսը վառվում է, որովհետև այդ լույսի վառման process-ում ինքը ներկա է, ներկայի մեջ է,
Ոչ թե ապագայի կայնի հեսա վիզ դնեմ, էսի ունենամ բասես բաներ, չէ, ախպեր ինքը ներկա է ու ներկայում է ապրում։ Մի օր մի մարդ ինձ ասեց զարմանում եմ մարդ ինչքան կարա ներկա ապրի, ներկայում լինի, էլի։ Ինչքան կարա։ Ես դրա վրա բռնեցի, շատերից ենք, չէ՞, միշտ լսում են, որ ո պետքա ներկայով ապրել բան։ Բայց կախված նրանից թե մարդ ոնց է իր միտքը մտածածը արտահայտում, դու դրա վրա կարող ես լրիվ ուրիշ բանի վրա քեզ բռնես։ Ու հետո ասում եմ, արա իրոք էլի։ Դրանից կատարյալ բան չկա, քան այն, երբ որ դու զգում ես, որ այս մարդը ստեղ է ու իր ամբողջ ֆոկուսը ստեղ է։ Ինքը իր կեսով չափ իր վախերի կողմը չի, կեսով չափ այն կողմը չի, որ արա վաղը ինչ եմ անելու, կեսով չափ այն կողմը չի, վայ են անհանգստություններս, բա, չգիտեմ ովքեր, բասես բաներ, հա, հազար ու մի կողմի, ավտոս էր փչացել, բասես բաներ։ Չէ, ստեղ եմ ու ես ստեղ եմ։ Դրանից կատարյալ կապ ես չեմ տեսել երկու մարդկանց մեջ, երբ որ տեղի է ունենում լիարժեք ներկայություն երկու կողմից։ Երբ որ երկու մարդիկ իրանց ամբողջ ներկայությունը ինտեգրում են հիմայի մեջ։ Հիմա եմ ես։ Ես լրիվ ֆոկուս եղած եմ, դու ինչ ես ասում, ինչ ես մտածում, ինչ ես զգում, ու դու էլ լրիվ ֆոկուս եղած ես իմ կողմ, թե իմ մեջ ինչ է կատարվում։ Ու այդ ժամանակ այդ էներգիան սկսում է վառվել։ Այդ ժամանակ սկսում է վառվել այդ էներգիան ու քեզ ցույց է տալիս, որ ախպեր սպասի, ներկայության մեջ է այս էներգիան, ներկայության մեջ է այս լույսը վառվում։ Ու այն օրը ես մի հատ ոդքասթ էի լսում, մի հատ շատ լավ բան լսեցի, միտք լսեցի դրա մեջ։ Ասում է ինչքան մարդ խոսում է տիեզերքից, ինչքան մարդ խոսում է Աստծուց, ինչքան մարդ խոսում է կյանքի իմաստից, այդքան մարդու էներգիան բարձրանում է ու վառվում է։ Այդքան մարդու վիբրացիաները բարձրանում են վերին լոկացիաներ ու այդքան մարդ մոտենում է Աստծուն։ Դրա համար շատ խոսեք թե տիեզերքից, թե իմաստներից, շատ խոսեք Աստծուց, ոչ թե Աստծու անունը տվեք տալով, չէ։ Ես Աստվածի նկատի ունեմ իմաստից, կյանքի իմաստից, որովհետև հենց Աստված է կյանքի իմաստը, էլի ըստիս։ Խոսեք այն ամեն ինչից, ինչի մեջ իմաստ գոյություն ունի ու ձեր իմաստը, որպեսզի մոտենաք Աստծուն ու այդ լույսը վառվի։ Հուսամ լավ զրույց էր, շատ եմ սիրում ես այս ամեն ինչից խոսալ, շատ։ Ես էլ եմ բարձրանում այս ամեն ինչից խոսալով, իմ էներգիան ես զգում եմ ինչա տեղի ունենում, էլի։ Ես զգում եմ, որ, չգիտեմ, չեմ կարող նկարագրեմ, թե ինչ եմ զգում։ Բայց այդ էներգետիկ վիբրացիոն ցիրկուլյացիանը զգում ես, որ բարձրանում է վերև, ինչքան խոսում ես այս ամեն ինչից դու։ Շնորհակալ եմ, որ լսում եք, կիսվում եք, շատ շնորհակալ եմ։ Մերսի։